Արգիշտի Մեխակյան, ես քեզ հրավիրում եմ բանավեճի, հետդ կարած վերցնել Ալենի Սիմոնյան, Ռուբենի Ռուբինյան, Վլադիմիրին Վարդանյան, ու նմանատիպ մի քանի հատ կաղամբ ու կարտոֆիլ։ Ինչ է, եկելի դու։ Բանջարաբոստանային բանա ձեր թիմը, մեկին կարտոֆիլ են ասում, մեկին տթում են ասում, են մեկին կաղամբ են ասում, են մեկը եսիմ խոզ են ասում, այդ չէ կարա։ Եկակ արդարություն վերականգնելու համար ոչ մի արդարություն էլ չվերականգնին ձեր թիմը, ջնայց դու ով էիր, որ մինչ որ խոստում տային կամ չկատարեիր։ Եսի որտեղից մաղարիչի միջոցով, ծանոթի միջոցով եկել դարձել ես ԿՊ-ական, հիմա էլ հեղափոխական ու սուրբ ես խաղում։ Սպասում եմ բանավեճի հրավերից արձագանքին։ Նրանց թույլ տվեք ներկայանամ։ Ես Գևորգ Մանուկյանն եմ, ծնվել եւ մեծացել եմ Արմավիրի մարզի Ցիացան համայնքում։ 2012 թվականից աշնանից արտագաղթել եմ, ապրում եմ Ստրասբուրգ քաղաքում։ Հենց մեր համայնքում ընտրությունները տեղի ունենալու։ Առաջ խոշորացրեցին, սարքեցին Խոյ համայնք, հիմա սարքել են Բաղարշապատ համայնք։ Ուրեմն երկու բառով ներկայանամ, թե պատճառը որն է եղել, որ արտագաղթել եմ։ 2002-3 թվականից ի վեր մասնակցել եմ ցանկացած հանրահավաքների, կեղծված ընտրությունների դեմ պայքարել եմ միշտ, հիմնականում 2003, 2008, 2007-ից։ Ու ցավալիորեն այսօր քաղաքական դաշտ են ներմուծել մեկին, ում ընտանիքի անդամները անմիջական մասնակից են եղել կեղծված ընտրությունների, թե 2003 թվին, թե 2007 թվին, թե 2008 թվին։ Խոսքս մասնավորապես Արգիշտի Մեխակյանի մասին է, Արգիշտի Մեխակյանի հարազատների։ Արգիշտի Մեխակյանի հայրը Մեխակ Մեխակյանը զոհվել է պատերազմի ժամանակ 90-ական թվերին։ Դրանից հետո Արգիշտի Մեխակյանի պապիկը ու գնացել է ներկայացել է իր փեսայի հետ է գնացել, այսինքն աղջկա ամուսնու ներկայացել է, որ իր տղա զոհվել է, ինքը իր տղան է, որպես ինձի տղա ընդունեք, ու երկար ժամանակ աշխատել է իրաց գյուղում որպես գյուղապետ, Արգիշտի Մեխակյանի օրենքրոջ ամուսինը։ Աշոտ Կամավոսյանը, Աշոտիկ Կամավոսյանը, նույնն Աշոտիկի մասին է խոսքը, ով անցնում է Աղազարյան Հովիկի քրեական գործի հետ, ինչ-որ կաշառք տալու, կաշառք վերցնելու սենց։ Այո։ Կեղծել են իրան գրդրությունները, նույնիսկ դրա համար պարգևատրում են ստացել 06 մեքենա, 2106 մագնիշի մեքենա։ Ուրեմն դրա մասին բոլոր գյուղացիներն են գիտեն, իրանց մարզի բնակիչները գրեթե բոլորը գիտեն։ Նոր բոլորովին նոր ոնց որ ասած գյուղական ժարգոնով գյուղը վրենց 06 են նվեր տվել ընտրությունները լավ կեղծելու համար։ Ում էին տվել Աշոտ Կամավոսյանին, թե Արգիշտի Մեխակյանին։ Այո, Աշոտ Կամավոսյանին այդ գյուղում, եթե արխիվում դեռ մնացել է, եթե նայեք 2008, 2003, 2007 թվի ընտրությունները, որին անմիջապես մասնակից է եղել վստահված անձի ու հանձնաժողովի անդամի կարգավիճակով Արգիշտի Մեխակյանի մայրը, Մարինե Մեխակյանը, ու ցավալիորեն չգիտես ոնց եղավ այդ հեղափոխությունները թե ինչ էր 18 թվին ու մեկ էլ հոբ հայտնվավ հեղափոխականների շարքում Արգիշտի Մեխակյանը։ Բնականաբար ծանոթի միջոցով այդ տարբերակներ գիտեմ իթե ոնց է եկել հայտնվել, ով է բերել, ում էին պատճառել։ Մի խոսքով իջել է, ինչ է անցել։ Բայց դա մի հատ շատ կարևոր հանգամանք կա։ Կոնկրետ ես 2008 թվականի մարտի 1-ի մասնակիցներից մեկն եմ եղել, որի համար դատապարտվել եմ, ինձ 4 տարի դատարանը դատավճռով դատել է, որից գրեթե տարի ու կեսը, մոտ տարի ու կես բանտում եմ եղել, հետո ամնիստիայով ազատ եմ արձակվել։ Ես կոնկրետ գնացել էի հենց հանրահավաքի կեղծված ընտրությունների դեմ, որովհետև կոնկրետ Արմավիրի մարզի Ցիացան, եւ Ցիացան եւ Արագած համայնքում հայտարարակ ձևի կեղծել են ընտրությունները։
ու կերծողները եղել են Արգիշտի Մեխակյանի ընտանիքի անդամները ու այսօր ինքը սուրբ է ձևանում բանտում եղած տարիներին շատ հալածանքների եմ ենթարկվել, որի պատճառով աչքս կորցրել եմ, իդեպ եկա Եվրոպա, որ աչքս բուժեի, չկարողացան բուժեին, հեռացվեցին, իմ գործի հետ կապված, քրեական գործի հետ կապված, նաև մորս, քվորս և մորաքրոջս են, հիմնականում մորս ու քվորս քրեական գործ են հարուցել վրան, քուրս այդ ժամանակ դպրոցում աշխատող ուսուցչուհի էր, դպրոցից քաշ տանում են, քրեական գործ են հարուցում, բայց պայմանականորեն բաց են թողում, հետո դատարանի որոշման ոնց է կոչվում շտրաֆ, տուգանք են տնում, էլի վրան, այդ տուգանքն հարկադիրով 500,000 դրամ առնում, հարկադիրով վերցնում են։ Ու դե ճնշումների արդյունքում քուրս խոստովանում է, որ ինքը արել է օրինակ նման հանցանք, իմ վկաներին իբրև թե ահաբեկել է, իբրև թե նորից եմ կրկնում։ Բայց ընդդեմ քրեական գործի մեջ ունես բաներին դրել, որ հնարավոր չէ, էլի որ աղջիկը ոնց կարա 12 հոգի տղամարդու ահաբեկի։ Մի խոսքով սարքում են գլխին, դատում են։ Ու ես մինչև օրս էլ պայքարել և պայքարում եմ կեղծված հտորությունների դեմ, առավել ևս սուրբ ձևացող Արգիշտի Մեխակյանի դեմ, դեռ 2018 թվականին որ էլի ազգային ժողովում ցուցակում էր, էլի մի քանի անգամ կոմենտներ եմ թողել, որ այս մարդն է էլի, ու ամենահետաքրքիրը նաև 2018 թվականին Էջմիածնի քաղաքապետի դրությունների ժամանակ Փաշինյանը երբ ասեց գնում եմ Էջմիածին, ես Փաշինյանի հենց գրառումի տակը Facebook-ով ասել այսօր կլինեմ Էջմիածնում, գրեցի ասի ես ինչ ես անում, ես կարծում էի Նիկոլ Փաշինյանը մեր հետ գաղափարակից ընկել է եղել, որովհետև ինքն ասում էր ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը, գումարած մեկ, այդ դրան հավատալով ես գնացել միացել եմ իրան 2007 թվականից դեռ օպերայի հրապարակում Թումանյանի արձանի մոտ նստել են գոռում են գումարած մեկ, այդ ժամանակվանից ես իր այդ ոնց է ճանապարհ ենք անցել, ինձ թվացել է որ ինքը իմ պայքարի ընկերն է եղել, ես իրան գրել եմ ու դրանից հետո Էջմիածնի քաղաքապետի հետ ազանգում ինձ, սպառնում է թե բա ոտերը ջարդել կտան Ֆրանսիայում, բան, այդ նույն ժամանակահատվածում Արգիշտի Ձիանայի տեղակալն էր։ Ով է զանգում ձեզ կոնկրետ։ Ով է ձեզ զանգում։ Կոնկրետ Ձիանա YouTube-ում կա այդ բանը։ Ձիանա Գասպարյանի հայրը։ Հա։ Կոնկրետ հայրը զանգում է ինձ սպառնում է։ Բա ոտերը ջարդել կտան ինչ ես ասում։ Ինչպես ասում են որ Ձիանա Գասպարյանը կանշարակել է, Ձիանա Գասպարյանը անցած ճանապարհը եղել է կոնկրետ ինքը 2008 թվի այդ մարտյան իրադարձություններով դատապարտվածները հիմնականում դատվել են Զեյթունի ոնց է կոչվում դատարանում, քրեական դատարան էր կոչվում, որտեղ ինքն եղել է դատարանի նախագահի գործավարը։ Ես կոնկրետ ասեմ, որ մարդը դեռ որ աշխատել է, դատարանում էլ ես եմ դատվել, ու հիմնական մեր տղերքին տեղ են դատել, ուրեմն ինքը կարևոր ինֆորմացիա կունենա, էլի թե ով պատվերով մեզ դատեցին, կոնկրետ հենց խոսքի մասին է գնում, ու էլի բոլոր ընկերներից են ասել են, որ սրանից յանտվեք, ու բայց ցավոք իմ մոտիկները իրան ընտրել են, ու ասնում է 2 ամիս զանգում են ինձ, բա դու ճիշտ էիր, ոնց չլսանք, հիմա նույն պատմությունն է, ես էջմիածինցիներին, ընտրողների վաղաշաբաթի, խորհուրդ եմ տալի, խնդրում եմ, հորդորում եմ, մի ընտրեք այդ Արգիշտին, Արգիշտին նույն Ձիանայից ավելի բեթանն է, ասեմ ավելի, ես քիչ առաջ ասացի, որ 2003 թվին իրանք կերծել են Քոչարյանի օգտին և որի համար ստացել են մեքենա, այդ թվերին նաև մեր մարզում մարզպետը կարծեմ Ազատանից էր, Հերոյան Աբո լեննականից, Հերոյան Աբոյի հետ Արգիշտի Մեխակյանի ընտանիքի անդամները Արագածի հրեր են ասում, անտառ էր այդ ժամանակ, այդ հրերը սեփականացրել են գրոշներով ու ահագին հող էր սրանից խլել, նրանից խլել ու ոնց է լինում, որ գործող իշխանություն է այսօր, բա ասում նախկին թալանը հետ ենք բերելու
ոչ թե հետ չի բերել Արգիշտի Մեխակյանի ընտանիքի անդամների թալանածը տարիներ առաջ, որը ոնց որ նվերի կարգով Քոչարյանը նվեր տվեց իրաց, ոնց է հետ չի բերում, մի հատ է նորից ուզում է, որ այս մարդը երկրորդ անգամ ընտրվի։ Ասեմ մի հատ էլի կարևոր հանգամանք, որ էլի կապված է Արգիշտի Մեխակյանի հետ, ուրեմն կոնկրետ իրար հարց էր տալի, ասում են կանշարք հետ կապված, վերջերս լրագրողները հարց են տալի, թե բա դատի կտամ ես, հիմա ինչ ասում եմ Արգիշտի ջան, ասածներից 100%-ները ու դու գիտես, որ էդի տենց է, եթե դու ուզում ես հանրությանը հակառակն ապացուցես, չգիտեմ, հանկարծ չգիտեմ ինչ, դատի տուր ինձ, ով էլ չտա ամոթ իրան, հենց կոնկրետ ասում է։ Պարզ է։ Մի խոսքով այդ կերպարը, ասեմ ավելի, բարոյական առումով էլ, ես ձեզ ուզում եմ մի բան ցույց տամ հիմա, եթե թույլ կտաք, երբ Էջմիածնի քաղաքապետի հետ կապված ես հայտարարություն արի, որից հետո հայրիկին ձի սպառնած քաղաքապետի, ԿՊ-ականները իմ մասին կեղծ լուրեր էին տարածում, մասնավորապես հիմա կամերան ցույց տամ, փոխարացնեմ ներողություն։ Ուզենա որ վայ ոնց է հեսա փորձեմ դուրս կարգավորեմ։ Okay։ Այս անձը, երևում է։ Այո։ Օղակի մեջ արված անձը Ալվարդ Բարիլուսյանն է, ովքինը Դիանա Գասպարյանն է, ով ակտիվ մասնակցում էր Քարոզի արշավին, ԿՊ հավաքիր էր։ Այո։ Ավելի շուտ Դիանա Գասպարյանի աջակից։ Այս անձը այսպես գրառում է անում, երևում է գրառում է։ Եթե ճիշտ եմ կարդում, դու պայքարի, որ արդարացնես սևացած անունը, թե մարտի 1-ին ոնց էր Քոչարյանի կողմից ինչ էր անում, դու սպասի մի քանի օր հետո այ հենց քեզ Ինտերպոլը կուղարկի ստեղ ու կպարզվի քո իրական դեմքը։ Ալվարդ Բարիլուսյան։ Ճիշտ կարդաց, չէ՞։ Այո, տվյալ անձը կոնկրետ էսի հաղորդումը հանցագործության մասին։ Տվյալ անձի ու նմանատիպ անձանց միջոցով լրիվ հերուրանքներ են տարածել ու եթե իրականությանը մի տոկոս համընկներ սրա ասածը, հիմա շատ վաղուց իր ասածի նման ինձի տարած կլինեին Հայաստան, կամ գուցե եւ տարածել չլինեին, գոնե քրեական գործ կհարուցեին մարտի 1-ին աստծոների հետ կապված, որովհետեւ այս մարդը փաստացի ասում է, որ դու ես գործողություններ արել, քո գործողությունների հանցագործ գործողություններ ես արել, պրիտոմ Քոչարյանի համար։ Էդի ասելով, էդի նույնքը բնակարացում։ Ինչ համար եմ ես հիմա մեջ բերում, որ այս նույն անձնավորությունը Էջմիածնի վաղարշաբաթի ընտրություններում առաջի գայլին։ Էլի ինչ-որ մի հատ խմբակցության ցուցակի մեջ է։ Ասածս ինչ է, ես կոնկրետ ուզում եմ դիմեմ էջմիածինցիներին, որ ասում եմ 1000 չափեք մեկ կտրեք ու նմանատիպ մուտիլով չէ, կոպիտալ, բայց այդ մարը նմանատիպ մարդկանցից ինչքան հեռու այնքան ավելի լավ ապագա կլինի Էջմիածնում։ Նմանատիպ երևույթներ չի բացառում, որ հիմա այս խոսնակցից հարցազրույցից հետո էլի նորից մտածեն, որովհետև տևական ժամանակ, գիտեք, ես առաջին մարդն եմ եղել Հայաստանով, աշխարհով մեկ, ով որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության ու հենց Դիանա Գասպարյանի հետ կապված եմ ասում, որ դեմ ա եղել։ Հիմա շատերն են դեմ։ Մեկը գնաց գործ ուզեց չտվեց նեղացավ դեմ կայնավ, այն մեկը չգիտեմ ինչ էր աշխատում դեմ կայնավ, բայց ես հանուն արդարության կեղծված ընտրությունների դեմ ամբողջ կյանքում պայքարել եմ ու ընտրակեղծարարի ընտանիքի անդամել Արգիշտին է։ Ինչ տարբերություն։ Դե դա եթե տեցա, ուրեմն թող Երևանի քաղաքապետը Սաշիկի տուն էլի նշանակեն, ինչ կլինի, որ կպնահաճարկի։ Եթե իրանք բան են անում, ասում են, իրանք ծնողն ինչ կապ ունի, որ օրինակի համար, կամ երեխեն ինչ կապ ունի ծնողի համար, կոնկրետ կապը բերում եմ։ Ասեմ ավելին, մի հատ էլ շատ եմ ուզում, որ ես էլ նայեք, 2018 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգ քաղաքում տերոր տեղի ունեցավ, 3 կամ 4 մարդ զոհվեց, դե Ստրասբուրգը համարվում է ամանորյա տոնավաճառների մայրաքաղաքը,
այդ ժամանակահատվածում մի ահաբեկիչ դուրս է գալի ու սպանելով ավտոմատով սպանելով գնում է կարծեմ 7 հոգի վիրավորվել էին 4-ը մահացան սենց կողնիտիվը չեմ հիշում այդ ժամանակահատվածում այդ նույն օրը տվյալ ժամանակահատվածում իմ տղան մեկ էլ իր մայրիկը այդ նույն տարածքում են լինում ահաբեկված գալիս են տուն հետո զանգում են բան ոնց ես պատկերացնում հենց իմ վիճակը էլի օքեյ վիճակը որ ինչ կմտածես այդ մասին ու դրանից հետո ես Facebook-յան մի հատ YouTube-ում մի հատ բան եմ գտնում մի հատ հոդված եմ գտնում որ այդ տղային մարմին գալի ես կոմենքով տեղադրում եմ իմ Facebook-յան էջը ու գրառում եմ հիմա ցույց եմ տալիս հա ձեզ կարծում եմ ձեզ կհետաքրքիր կլինի որտեղ սա կոնկրետ բարոյական կերպարի մասին է խոսքը իմ տղան 3 տարեկան էր այս իմ Facebook-յան էջն է այս գծած նյութն է նայեք Այս մարդու նկարը ֆրանսիական եւ եվրոպական բոլոր լրատվամիջոցների առաջին էջերում է։ Հասակը 180 սանտիմետր է, սև մազերով, միջին Այս իր կենսագրությունն է նկարագրում, բայց ստեղ եթե նկատում եք, մեկը ծիծաղալու սմայլի կա դրել։ Այսինքն ես վրդովված, հոգեբանական շատ վատ ապրումների մեջ գրառում եմ անում, որ ամենևին չի վերաբերում Արգիշտի Մեխակյանին, որ այս մարդու պատճառով, այս մարդու այսի ահաբեկիչն է, դրա պատճառով կարող տղես 3 տարեկան երեխա զոհվեր, օրինակի համար սպանվեր։ Ու մեր հարգարժան Արգիշտի Մեխակյանի, նայեք ծիծաղալու սմայլիկի երևում, հա։ Հա, ծիծաղալունը երևում է, բայց չի երևում, որ դա Արգիշտի Մեխակյանն է դրել։ Դուք նայեք ծիծաղալու սմայլիկին։ Ահա։ Նայեք հիմա։ Արգիշտի Մեխակյանը չի, իր մաման է, կընտրակեղծարար մայրիկն է, Մարինե Մեխակյանը, հիմա ասում եք մեր չէ։ Հա, Քարոզարշավն է։ Այլ Facebook-յան էջն է։ Մի հատ էլ կուզենամ նայեք նորից, որ նույնը տեղադրել եմ 13 դեկտեմբերի։ Դեկտեմբերի 9-ին եղել է ընտրություններ 18 թվի։ Արգիշտի Մեխակյանը կարծեմ Հայաստանի մասշտաբով 3-րդ տեղն է ձայների իր առաջատար լինելու, այսինքն ինքը պարտանում է, որ իր տվեն, կարծեմ այդ կարող լինի պատճառը, եթե ուրիշ պատճառ կա, ուրեմն ինքը հոգեկան հիվանդ է, որ 3 տարեկան երեխի մահ է ուզում, այդ է իրաց բարոյական չափը, բարոյական որակներից զուգ մարդիկ մենակ կարան 3 տարեկան երեխու մահը ուզեն, խնդրեմ, ու ամենահետաքրքիրը ստեղ մի հատ էլ դեպի նայեք, ԿՊԱ-ականները հանձինս Նիկոլ Փաշինյանի սաղին ստիպում է, եթե ում նաև ձեզ կարծում են, որ Արարատի նկարը պիտի հանեք ձեր տներից, չգիտեմ Ղարաբաղ, Ադրբեջան, այս կողմ, այն կողմ։ Բա հիմա Արգիշտի հիմա նայեք ինչ է կատարվում։ Արգիշտի Մեխակյանի մայրիկի էջն է, Արցախի դրոշով։ Հələ մի հատ Նիկոլ ջան, հələ մի հատ կողնորոշի, հիմա Ղարաբաղը Հայաստան է, թե Ադրբեջան։ Պարզ է։ Հետաքրքիր փաստ է, չէ՞ էսի։ Մի բան հարցնեմ, պարոն Մանուկյան, Արգիշտի Մեխակյանին, երբ որ մենք փոխանցենք, հա, ձեր ասածները ընտրակեղծարար լինելու հետ կապված, ինքը հերքելու է բնականաբար եւ ապացույցներ ասի ապացուցեք։ Դուք ունեք որևէ ապացույց, որ ինքը ընտրակեղծարար է, կամ ընդհանրապես կեղծիքների մասնակից։ Լսում եմ, դեր ասեք, ներողություն, ասեք։ Ասում եմ, ապացույցներ ունեք որոշակի, որոնք կարող եք ցույց տալ, որ նա կեղծարար է, կեղծիքների մասնակից եւ կաշառակ էր։ Նա չէ, իր ընտանիքի անդամները։ Ընտանիքի անդամները։ Okay, հիմա բնականաբար ոչի ասի ամեն կեղծարար ենք, ամեն քոչերն ավարա վերջերս մի քանի առիթ տեսել եմ, մարդը դաժե նույնիսկ գրառում է արել, որ ապացույցի պետք է դատի կտա, կարծեմ Թագուհի Թոմասը։ Հիմա ես կոնկրետ իրան մեղադրանք եմ առաջարկում։ Շատ խնդրեմ, որ այս ձայնագրությունը վիդեո տարբերակով հրապարակեք։ Ես կոնկրետ մեղադրում եմ քեզ, քո ընտանիքին Արգիշտի, այդ կաշառակելության, այդ զարթելու, այդ թալանելու, այդ լտրություն կեղծելու, եթե դու վստահ ես,
կամ ուզում ես հանրությանը ապացուցես, որ դու, այսինքն քո ընտանիքը կապ չունեն այդ ամեն ինչի հետ իմ ասածների, ուրեմն դու ինձ դատի տուր։ Եթե դու ինձ դատի չես տալի, ես դատարանում կապացուցեմ ասած ամեն մի տառը։ Այսինքն ունեք ապացույցներ, այնպես չի, որ Այդ ուժակ ներողություն այ սիմեջան, այ ցավդ տարեմ, բո օթից որ շար չեմ անում, բո կարող եմ ես էլ արգիշտի մեխակյանն եմ, որ շար անեմ։ Հիմա արգիշտի մեխակյանին մի հատ էլ հարստան, որ դու եկել ես այսօր 18 թվի հեղափոխական ես ներկայանում, դու ինչ էիր անում 18 թվից առաջ, կամ այդ ոնց ալնում, եղել ես Երվանդ Զախարյանի օգնականը, եղել ես Դիանա Գասպարյանի տեղակալը, երկուստ էլ թալանի գործով, դատական գործերով անցնող մարդիկ են, այդ ոնց էլա, որ դու սուրբ մնացին, այլ եթե սուրբ ես, հենա կակրած ոնց անում այդ բարի հայրն է, կակրած բարը ոնց է։ Հենց էլի, ինչ եք ուզում ասել, միտքը ձևակերպեք։ Հիմա վիճարկում են կաթողիկոսի հարցը քպեականները, հենա այբալան, քեզ պետք է քաղաքապետ, հելի միակամից դարձի կաթողիկոս, սուրբ տղայա։ Գիտեք, Զախարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված ես անձամբ հարցրել եմ Արգիշտի Մեխակյանին, ինքը հակադարձեց, որ բազմաթիվ մարդիկ տարբեր օգնականներ են ունենում, բոլոր օգնականները պատասխանատու չեն իրենց ղեկավարների արած չարածների համար։ Ես ձեզ փաստ եմ ասում, Արագած համայնքում մոտ 200 հեկտար հողատարածք սեփականաշնորհել են, սեփականացրել են, գյուղացիքից վերցրել են, այդ մեխանիզմներ հեսա կասեմ, գյուղացիքից վերցրել են հերոյանաբոյի իր հորքուրի մարդու, կացեմ իր պապին էլ դե բաժին ունի, ինչ տարբերություն, եթե նույնիսկ բաժին չունենա, իրաց ընտանիքի անդամն է, ամեն օր պապին ներկայացնում են, որ իմ տղան զոհվել է, ինքը իմ տղան է։ Կոնկրետ այդ մարդիկ կոպեկներով սեփականացրել են։ Ու գիտես ոնց է եղել մեխանիզմը։ 90-ական թվերին, էլ մութ ուլուս տարիներին, միտումնավոր ոնց է, Ղր են ասում էլի, էդի աբարմորով, ի խոսքով, կարկարոտ տեղ է, ինչ են անում, մութ ուլուս տարիներին, գողանում են տրասոր մատրները, տրասոր մատրի մեջի յուղերը, արտիզաններով են որտեղ տեղ ջլվում, անգնարը, առուբան չկար, ծառները չորանում արդեն մնում ամայի տարածք կոպեկներով սեփականացնում են։ Դե թող հրապարակի, դե եթե իր ընտանիքի անդամները տես բան չեն արել, թող հրապարակի ինչքանով են գնել։ Կամ դու եկել ես մի հատ թիմի մեջ ես մտել, ովքեր որ ասում են թալանը վերադարձնելու եք այսքան եկող։ Բայց հիմա դու կոնկրետ ինչ ես արել այդ ղռերը վերցնես քո գյուղի բնակիչներին։ Ամայքին պատկալով հողատարածքա, այդ ոնց էլա 200 հեկտարը մենակ մի հոգի կամ 3 հոգի առան, ոնց է լինում։ Եթե դու թալանչի, այսինքն քո հարազատները թալանչի չեն, ինչ տարբերություն։ Եթե ինքը հրաժարվում է իր հարազատներից, դա այլ բան է արդեն։ Խնդրանքս էջմիածինցիներին ցավները տանեն, նման մուտիլովշիկներին, որ սարքեք քաղաքապետը, որ դարձնեք քաղաքապետ, վաղը մի սոր շատ եք փոշմանելու, ոնց որ փոշմանեցիք Դիանայի հետ կապված։